Սենց մի միտ կար մոտս, որ աշխարհը կարողանում է ասել Աստված, աշխարհի մարդիկ կարողանում են ասել Աստված, Աստված իմ Աստված ջան, կարողանում են ասել նմանատիպ Տեր, երբեմն Տեր են ասում, բայց աշխարհի մարդիկ մի բան չեն կարողան ասել, որ Տերն իմ հովիվս է, ես կարիք չեմ ունենա, ամեն։ Մենք նրա արոտի ժողովուրդն ենք, մենք նրանն ենք, եւ մենք կարողանում ենք ասել Տերն իմ հովիվս է, ամեն, ես կարիք չեմ ունենա։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Այսօր ուզում եմ խոսամ Աստծո մեծ սիրո մասին, որ Աստված սիրում է քեզ։ Դու կարող ես մատդ հենց քեզ վրա դնես, հենց քեզ է սիրում Աստված, հենց ձեզ է սիրում Աստված, ամեն։ Աստված սիրում է ձեզ հավիտենական սիրով։ Եվ կուզեմ համարը կարդամ Երեմիա 31-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Տերը վաղուց երևաց ինձ եւ ասաց. հավիտենական սիրով եմ սիրել քեզ։ Դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Ամեն։ Հավիտենական սիրով Աստված սիրում է քեզ, սիրելիս։ Հավիտենական սիրով, ոչ թե 1 տարի, 2 տարի, ոչ թե դար, ոչ թե, չգիտեմ, հազարամյակ, այլ հավիտենական սիրով Աստված քեզ սիրում է, ամեն։ Այն Աստված, որ երկնքում է բնակվում, որ ասում է երկինքն իմ գահն է, իմ հենարանն է եւ երկիրը իմ ոտների պատվանդամը, նա սիրում է քեզ հավիտենական սիրով, ամեն։ Դու շատ թանկ ես Աստծո մարդ, դու շատ թանկ ես նրա համար, դու թանկ գնով գնվեցիր, նրա թափած այրունով դու գնվեցիր նա քեզ գնեց իր թանկ այրունով եւ նա սիրում է քեզ հավիտենական սիրով։ Եվ նաև եկեք բացենք Հովանես ավետարան 13-րդ գլուխ, կներեք, 3-րդ գլուխ 16-րդ խոսք, մեր սիրած համարն ասա. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, ամեն, հավիտենական կյանք ունենա։ Ամենակարող Աստված չխնայեց անգամ իր որդուն, ինչի համար, որովհետև սիրեց ինձ ու քեզ, սիրեց մեզ։ Ես մի ժամանակ մտածում էի, դե Աստված սիրում է ինձ, ես իրանն եմ, բայց Աստված չի սիրում աշխարհի մարդկանց։ Տենց էի մտածում ես, բայց սխալվում էի, որովհետև Աստված բոլորի համար խաչվեց։ Աստված սիրում է բոլորին, ամեն։ Բոլոր մարդկության համար Աստված խաչեց, բոլոր մարդկությամբ Աստված իր որդուն խաչեց, բոլորի համար, որովհետև սիրում է բոլորին, բոլորին։ Նրա սերը մեծ է բոլորի նկատմամբ, բայց մենք ընդունեցինք այն ամենը, ինչ Աստված արեց իր որդու միջոցով, մենք ընդունեցինք որպես մեր կյանքի Տեր ու Փրկիչ, անձնապես ընդունեցինք եւ ունեցանք կյանք հավիտենական, ամեն։ Բայց այսօր աշխարհը դեռ չի ընդունել այս ամենը, մարդիկ կան դեռ չեն ընդունել այս ամենը, բայց փառ Տիրոջը, որ Տերը բացեց մեզ այս հայտնությունը, որ ինքը այնքան սիրեց ինձ ու քեզ, որ չխնայեց անգամ իր որդուն, ամեն։ Միթե սա ցնծություն չի բերում քեզ համար, միթե սա ուրախություն չի բերում, որ ամենակարող Աստված, որը ամեն բան արարեց, երկինքները երկինքը ցնծում են նրա ուրախությամբ, հրեշտակները, այդ ամեն ինչ է, ամեն ինչ որ դու տեսնում ես, այդ Աստված է արարել։ Ռուսները գալիս են, նայում են Արարատ լեռը, ուրախանում են, չգիտեմ, մի այլ տպավորություն անց մոտ, ինչ գեղեցիկ է։ Մենք մեր մոտ է, մենք այդպես չենք տպավորվում այդ Արարատ լեռով, բայց դա էլ է Աստված արարել, ամեն։ Այդ լեռները, այն ծովը, օվկիանոսները, այդ լճերը, բոլորը Տերն արել, բոլորը Տերն է արարել։ Ու դա այդ Աստված, որ արարել է ամեն բան վայելուր ձևով, ասում է ես քեզ սիրեցի հավիտենական սիրով։ Այդ սերը բաժան չունի, այդ սերը չի բաժանվում, նրա սերը փոխադարձ չի։ Նա սիրում է քեզ հավիտենական սիրով, ամեն։ Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ սեր կա, երկրի վրա մենք տեսնում ենք մարդ, ասենք տղա եւ աղջիկ սիրահարվում են իրար, սիրում են իրար,
Անցնում են տարիներ, երկար տարիներ են անցնում, միգուցե, չգիտեմ, ամուսնանում են ու այնպես է ստացվում, որ հիասթափվում են, հիասթափություն է տեղի ունենում ու բաժանվում են իրարից։ Սա այդ սերը չի Աստծու, սա այդ սերը չի Աստծու։ Եվ նմանապես լինում են քույր եղբայրներ մի տան մեջ մեծանում են, կամ եղբայր եղբոր հետ մեծանում են, ինչպես կարող ենք նաև անառակ որդուն վերել, օրինակ, որ երբ որ եղբայրը եկել էր, հայրը ցնծությամբ, ուրախությամբ ընդունեց, բայց մեծ եղբայրն ասում է, այդ քո որդին եկավ, անգամ չասեց իմ եղբայրը։ Նա ատելությամբ էր լցված իր եղբոր նկատմամբ։ Շատ մարդիկ կան այսօր ապրում են քույր եղբայր իրար ատում են։ Այդ Աստծո սերը չի սիրելիս։ Աստծո սերը դա չի, որ իրար ատեն։ Աստծո սերը հավերժ սեր է, ամեն։ Նրա սերը բխում նրանից, ամեն։ Եվ նմանապես կան հարազատներ, նմանապես ընկերներ, որ ընկերացել են իրար հետ, վաղուց երկար տարիներ ընկերություն են անում, ու հանկարծ ինչ-որ մի բան այն չէ լինում, եւ սկսում են բաժանվել։ Ես գիտեի այդպես փոքր տղաների, ում հետ խոսացել էի, խոսում էի, նրանք շատ ընկերներ ունեին, մի 5-6 հոգի իրար հետ ընկերություն էին անում։ Ես ուրախանում էի, ասում էի, Տեր Աստված ջան, քեզ չեն ճանաչում, այս ոնց են սենց իրար կպած, ընկերություն անում, նվիրված իրար, ամեն տեղ, ամեն իրար հետ օգնում, իրար, չգիտեմ, ու մի օրն էլ ստացվեց, տեսա, որ բաժանվել են, այն մեկի հետ չեն խոսում արդեն։ Ասում եմ, ինչա պատահ է, դեռ ինքը սենց վարվեց մեզ հետ, սխալ բան արեց իմ հանդեպ, մենք էլ իր այդ չենք շփվում։ Չէ, սիրելիներս, դա էլ չի Աստծո սերը։ Աստծո սերը ագափե սերն է, ամեն, ինքնազոհող, զոհաբերող սեր, որը ոչինչ չխնայեց եւ որը չի սպասում պատասխանին, դու սիրում ես թե չէ։ Ամեն, նա սիրում է քեզ հավիտենական սիրով, սիրելիս։ Ուզում եմ դու, որ ամեն առավոտ արթնանաս, քո սրտում հասկանաս, որ մեկը կա ամենակարող Աստված, երբ որ դու արթնանաս, հասկանաս, որ ամենակարող Աստված քեզ սիրում է, օրը սկսեց հենց այդ սիրուց։ Քեզ սիրում է ինքը, հոր սերը մեծ է քո նկատմամբ, սիրելիս։ Ինչքան է քեզ խոր թվա միգուցե, բայց Աստված ամենակարող Աստված քեզ սիրում է։ Ամեն։ Եթե Աստծո սերը չլիներ, ինչ էինք անում ես եւ դու այստեղ։ Աստծո սերն է, որ մեզ միավորել է այստեղ, ամեն։ Եկեք բացենք առաջի Հովհաննես։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Ամեն։ Տեսեք, մենք չենք սիրում Աստծուն։ Անձամբ ես իմ գործերով էի, չգիտեմ, միգուցե չարի գործերն էի անում, միգուցե չգիտեմ, այլ բաներով էի զբաղված, բայց ես չէի սիրում Աստծուն, բայց Աստված ինձ սիրեց։ Իր մեծ ողորմությամբ ինձ կանչեց, ամեն։ Նմանապես է մեզ, սիրելիներս, Աստծո սերն է, որ դու այսօր այստեղ ես։ Աստված քեզ սիրեց հավիտենական սիրով։ Ամեն։ Մենք չենք սիրում Աստծուն, խոսքն է ասում, բայց Աստված սիրեց քեզ։ Երբեմն մենք սիրում ենք այն մարդկանց, որ մեզ են սիրում, ամեն։ Ու մեզ հաճելի է դա, որ մեզ սիրում են, շատ հեշտ է, մենք էլ ենք սիրում իրանց։ Ամեն։ Բայց երբ որ մեզ չեն սիրում, ատում են, արդյոք մենք սիրում ենք։ Բայց Աստված սիրում է։ Աստված սիրեց, ամեն, ու սիրում է հավիտենական սիրով քեզ ու ինձ, սիրելիս։ Ամեն։ Միթե դա հրաշք չի։ Միթե դա հրաշք չի, որ Աստված ամենակարող Աստված քեզ սիրում է։ Դու մտածում ես Աստված ինձ որտեղից գիտի, ոնց է ճանաչում։ Աստված գիտի քո նստելը, վեր գնալը, Աստծո խոսքն է ասում։ Քո մտորումները, քո գիշերը, քո լոր գիշերը, քո սիրտը, ամեն բան քննող է Աստված եւ գիտի, ամեն։ Տեսեք, Հիսուսը գնում էր, նստում էր մեղավորների հետ, կամ գնում էր ինչ-որ մեղավորի տուն, ու փարիսեցիները, դպիրները դեմ էին գնում Աստծուն, Հիսուսին, ասում են, գնաց մեղավորների հետ նստելու։ Եվ նմանապես մենք, օրինակ ծնողները այստեղ, որ ավելի պատանի հասակում երեխաներ ունեն կամ երիտասարդ են, այդ ծնողները ավելի կհասկանան, որ ինչ-որ մի հատ երեխա է եղնում, չափահաս կամ անչափահաս չգիտեմ,
Շատ ծնողներ, ինչ որ անշնորհ երեխա է, ծնողները շատ ժամանակ ասում են հեռու մնա այդ երեխայից։ Երեխաները, ծնողները իր երեխային ասում են հեռու մնա այդ երեխայից։ Այդ երեխան լավը չի։ Հիմա Հիսուսը եկել է այդ երեխաների մոտ, Հիսուսը եկել է այդ մարդկանց մոտ, ովքեր հանցագործ են։ Եկել է որ դրանց կյանք պարգև, եկել է դրանց որ կյանքը փոխի դրանց։ Ամեն։ Ու Հիսուսը գնում էր այդ մեղավորների տուն, որտեղ որ գնում էր Հիսուսը, այնտեղ կյանք էր ծնվում, այնտեղ կյանք էր փոխվում, մարդիկ էին փոխվում, որովհետև Հիսուսի մեջ Աստծո սերն էր, ամեն։ Հիսուսի մեջ լիարժեք Աստծո սերն էր բնակվում։ Ու նա կարողանում էր կյանքեր փոխել։ Փառք Աստծո, այսօր Արտուր եղբայրը ցույց տվեց այդ ճամբարը, ես համոզված եմ, որ դա Աստծո սերն է, որ գործում է ամեն մի երիտասարդի, ամեն մի ծառայողի մեջ, որ մենք կարողանում ենք այդ սերը ցույց տալ։ Եվ Տերն ինքն էր ասում, եւ կճանաչեն այդպես, որ դուք իմն եք, որ միմյանց սիրեք։ Ամեն։ Այդ սերը որ եղնի, մենք աշխարհը կփոխենք։ Մենք կփոխենք ամեն բան։ Աստծո սերը որ մեր մեջ լինի, մեր տեսարժան վայրը, մեր ոնք տեսնում ենք այն ամենը, այն մարդկանց, այդ սերը նաև գործի այդտեղ, այդ մարդկանց կյանքերն է կփոխվի, դրա համար մեզ պետք է լցվել Աստծո սիրով, ամեն։ Եկեք բացենք Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ 11-րդ խոսքից կարդամ, ես թվում է այս բոլորդ էլ այս պատմությունը գիտեք անառակ որդու մասին է, բայց կարդամ, որ ավելի տպավորվի սիրելի ժողովուրդ։ Դարձյալ ասեց, մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց, հայր տուր ինձ ունեցվածքիցդ ինձ համար բաժինը, ինձ հասնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Մի քանի օր հետո կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց, հեռու երկիր գնաց, ու այնտեղ իր ունեցվածքը վատնեց, անարակությամբ ապրելով։ Երբ ամբողջը սպառվեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, ինքն էլ սկսեց չքավոր դառնալ, եւ գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկին դիմեց, եւ սրա նրան իր ագարակն ուղարկեց, որ խոզ արածեցնի։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտուղներով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք նրան չէր տալիս։ Եվ սթափվելով ասաց, քանի վարսկաններ հորս մոտ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ հորս մոտ ու նրան ասեմ, հայր, մեղաչեցի երկինքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Ինձ քո վարսկաններից մեկն արա։ Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ եւ գթած, վազեց նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց, հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ։ Հայրն իր ծառաներին ասաց, իսկույն բերեք լավագույն պատմուճանը ու հագցրեք նրան, մատին մատանի դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք, ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր ու կենդանացավ, կորած էր ու գտնվեց, եւ սկսեցին զվարճանալ։ Իսկ նրա ավագ որդին դաշտում էր, մինչ գալիս էր, մոտեցավ տանը, երգերի ու պարերի ձայն լսեց։ Իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե ինչ է այդ։ Նա էլ ասաց նրան, եղբայրդ եկել է, հայրդ պարարտ եզը մորթեց, որովհետև նրան ողջ եւ առողջ ընդունեց։ Նա բարկացավ ու չէր ուզում ներս մտնել, բայց հայրը դուրս եղնելով աղաչում էր նրան։ Իսկ նա հորն ասաց, ահա այսքան տարի ինչ ծառայում եմ քեզ եւ քո հրամանները երբեք չեմ անտեսել, բայց ինձ երբեք մի ուլ չտվեցիր, որ իմ բարեկամների հետ ուրախություն անեմ։ Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզը մորթեցիր։ Շարունակեմ, բայց կարևոր միտք ստեղ ասեմ, էլի որ տեսեք մի մարդ երկու որդի ուներ, սիրող հայր էր։ Սա նկարագրում է մեր սիրող Աստծո, հայր Աստծո սերը իր որդիների նկատմամբ։
որ մենք կարդում ենք, սկզբից տեսնում ենք, որ այս տղան, որ ուզում էր իր ունեցվածքը վերցնի, չասեց, հայր ջան, դու կամենում ես, որ ես վերցնեմ ինձ հասանելի բաժինը, չհարցրեց անգամ հոր կամքը եւ ասեց տուր ինձ այն բաժինը, որ հասանելի է։ Եվ հայրը այնքան էր սիրում իր որդուն, որ չմերժեց եւ տվեց այդ ունեցվածքը, կիսեց իր ունեցվածքը։ Եվ գնում է, մենք տեսնում ենք անբարո կյանքով ապրում է, ընկերներ ա ձեռք բերում, շրջապատ ա ձեռք բերում ու հայտնվում է այնպիսի դրության մեջ, որ ոչ փող ունի, ոչ կարողություն ունի, ոչինչ չունի։ Անկամ ուտելը իր համար պրոբլեմ էր դառել, մենք տեսնում ենք։ Բայց հիշում է հոր տունը։ Այո, այս տան մեջ Աստծո սերն է, ամեն։ Այս տան մեջ Աստծո սերն է, որովհետև սա մեր հոր տունն է, ամեն։ Մեր հայրը այստեղ է ու այստեղ սեր կա, որովհետև ինքն է հենց սերը, ամեն։ Եվ շատերը, երբ որ դուրս են գալի այստեղից, աշխարհի մեջ տեսնում են, որ սեր չկա, որ տեսնում են այս ինչ ատելություն է, որ տեսնում են այս ինչ հիասթափություն է, բայց երբ որ գալիս են ներս ու տեսնում են այդ սերը, աստվածային այն սերը, միանգամից զգացվում է այն Աստծո մեծ սերը ու կյանքեր է փոխվում, ամեն։ Ես հիշում եմ Նարեկ եղբայրը, երբ որ գնացել էր ծառայության ու եկել էր, ինքը մի կարևոր բան էր ասում, որ ես տեղ տեսնում եմ Աստծո մեծ սերը, բայց այն ծառայության մեջ ատելությունն է։ Բայց այստեղ Աստծո սերն էր տեսնում ինքը։ Աստծո սերը, սիրելիս, մեծ է քո նկատմամբ։ Մեծ է քո նկատմամբ հայր Աստծո սերը, ամեն։ Տեսեք, շարունակությունում ասում է, ոչ մի ընկեր, ոչ մի բան իրան չօգնեց։ Ոչ մեկը չօգնեցին։ Ուր էին իր ընկերները, ուր էին իր շրջապատը, երբ որ ինքը գնում էր, չգիտեմ, ուրախանալու, ցնծալու, չգիտեմ, ժամանակ անցկացնելու այն փողերը, որ ինքը ուներ, իր կողքը մարդ չկար։ Երբ որ տեղը նեղվեց, մարդ չկար։ Հիշեց, որ իմ հոր տանը սեր կա։ Իմ հերը վարսկաններ ունի, որ լավ է պահում այդ վարսկաններին, գնամ մեկի պես եղնեմ ու վերադարձավ հոր տուն։ Իսկ հայրը դեռ հերվից տեսնելով, պատկերացնում եք հայրը սպասում է։ Հայրը յուրաքանչյուր մեկին սպասում է, ով կգա իր սիրտը կբացի, ով աշխարհից կգա դեպի իր տուն, իր հոր տուն, հայրը սպասում է, որ կգա ու նա վազեց ընդառաջ, ծեր լինելով, միգուցե չգիտեմ չալիկով էր, միգուցե չեմ կարող ասել, բայց գրված է, որ նա վազեց ընդառաջ, վազեց իրան, ինքը վազեց, գրկեց ու համբուրեց իրան։ Հայր Աստծո սերը այսպիսին է, չասեց, բա ինչ արեցիր դու, գնացիր, բա փողերը ինչ եղավ, բա ես ինչ եղավ, անգամ երբ որ որդին ասում էր մեղանչեցի քո առաջ, երկնքի առաջ, անգամ չէր լսում այդ ամենը, ասում էր ծառաներին բերեք, հագցրեք, բերեք, մատանին դրեք, ինձ չի հետաքրում, ինձ հետաքրում է, որ դու վերադարձել ես արդեն սիրելիս։ Ամեն, Աստծո սերը այդպիսին է յուրաքանչյուրիս հանդեպ։ Բայց հակառակը մենք տեսնում ենք եղբոր վիճակը այստեղ, եղբայրն ինչ էր ասում։ Եղբայրն ասում էր, այդ քո տղան, անգամ եղբայր չէր ընդունում։ Երբեմն եղնում է, որ մարդիկ գալիս են այդ աշխարհից, մենք պետք է ընդունենք իրանց, ամեն։ Մենք պետք է ընդունենք իրանց, սիրենք իրանց, Աստծո սիրով, ամեն։ Եվ իհարկե, որ նայում ենք Աստվածաշունչը, միշտ ես այսպիսի բան եմ ասում եմ, Տեր Հիսուսը երբ որ շրջում էր, երբ որ քայլում էր, անձնապես ոչ մեկին չասեց, Սիմոն, ենթադրենք, Հովնանի որդի, ես քեզ սիրում եմ, կամ քեզ սիրում եմ։ Ինքը ասեց, որ մեծ է սերը, որ իմ կյանքը դնում եմ ձեզ համար, ասեց ընդհանուր դա, բայց ոչ մի տեղ ինքը չասեց, որ քեզ սիրում եմ։
Այս հայրն էլ, անրակ որդու հայրն էլ, ոչ մի անգամ չասեց, որ քեզ սիրում եմ, բայց ցույց տվեց գործողությամբ։ Եվ մեր Տերը, մեր Տեր Հիսուսը նմանապես ցույց տվեց գործողությամբ։ Եվ ցանկանում է նմանապես, որ մենք շատ ժամանակ մեր շուրթերով ասում ենք սիրում եմ քեզ, շատ հեշտ բան է, որ ասենք սիրում ենք քեզ, բայց մեզ պետք է գործողություն, ամեն, մեր Տիրոջ նմանվելով գործողություն անենք, այդ սիրով լցվենք ու գործենք, ամեն։ Եվ շատ կարևոր մի հատված կարդամ Հովհաննես 15-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Ինչպես հայրը ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի։ Հայրը ինչպես սիրեց Հիսուսին, սիրելիս, անմնացոր սիրով սիրեց Հիսուսին, ամեն։ Ամեն բան տվեց Հիսուսին։ Ասում այնպես էլ սիրեցի ձեզ։ Ինչպես հայրը սիրում է Հիսուսին, Տեր Հիսուսը սիրում է քեզ, սիրելիս, ամեն։ Եվ մի կարևոր էլ խոսք էլ, Հովհաննես 17-րդ գլուխ 23-րդ համարը։ Հովհաննես 17-րդ գլուխ 23-րդ համարը։ Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Տեսնում եք։ Թվում է թե աննարին է, որ Աստված սիրի քեզ այնպես, ինչպես Հիսուսին, բայց խոսքն է ասում, դա իրականություն է։ Աստված սիրում է քեզ հենց այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Եվ Հովհաննես 13-րդ գլուխը բացենք 34 համարը։ Ու կարևոր այլ հայտարարություն է։ Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Նույնպես դուք միմյանց սիրեք, ամեն։ Տեսնում ենք, հայրը սիրում է Հիսուսին, այնպես Հիսուսը սիրում է մեզ, եւ հայրը սիրում է մեզ, այնպես ինչպես Հիսուսին, ու ասում է սիրեք այդպես միմյանց։ Միմյանց, մենք իրար սիրենք այդպես։ Հավատացեք սիրելի, միգուցե դու ասես աննարին է, բայց Տեր Հիսուսը երբեք անտեղի ոչինչ չէր ասի։ Նա ասում է սիրեցեք միմյանց, ուրեմն հնարավոր է սիրել միմյանց աստվածային սիրով, ամեն։ Մի չեմ ուզենա այդ ընդհանուր կարդամ Ղուկաս ավետարանի մեջ նշած 10-րդ գլուխ 30-ից 37 համարները, որ երբ որ Տերը ասում է սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, ամբողջ մտքով, ամբողջ զորությամբ, երկրորդն ասում է սիրիր քո ընկերոջը քո անձի պես, մեկը ուզում է արդարանալ եւ ասել ով է իմ ընկերը, ասում է ով է իմ ընկերը, եւ Հիսուսը այնտեղ նրան ասում է մի մարդ ավազակների ձեռքը ընկավ, նրան վիրավորեցին, խոցոտեցին, վերքերով թողեցին, կիսամեռ ու գնացին։ Այդ մարդը ընկած այդտեղ։ Ու ասում է դիպվածով մի հատ քահանա էր անցնում, այս քահանան նայեց ու անցավ։ Ղևտացի քահանական ցեղից ծառայող Աստծո տան մեջ հաջորդը Ղևտացի էր անցնում, նայեց, նորից անցավ։ Բայց մի սամարացի, որը անցնում էր այդտեղով, տեսավ, կանգնեց, վերքերը մաքրեց, օգնեց, դրեց իր անասունի վրա ու տարավ իջևանատուն հյուրանոց, անգամ գումար տվեց, ասավ ինչ էլ պակասի գալուց կտամ։ Այս քահանան, այս Ղևտացին չունեին Աստծո սերը, բայց այս սամարացին լցված էր Աստծո սիրով։ Եվ Աստված մեզ սովորեցնում է, որ մենք նմանվենք այս սամարացուն, որ մենք սիրենք մեր ընկերոջը, սիրենք միմյանց, ամեն։ Սա Աստծո պատվիրան է, որ միմյանց սիրենք։
ու մենք կարող ենք փոխել մեր աշխարհը։ Որովհետև այսօր նայում ենք, կրոններ կան, գաղափարներ կան, կազմակերպություններ կան, դրված են ինչ-որ մի խոսքերի վրա, ինչ-որ գաղափարների վրա, բայց իրանք չունեն ինչ-որ ունենք մենք։ Մենք ունենք սեր աստվածային, որը Սուրբ Հոգին է մեզ տվել, ամեն։ Սեր աստվածային, իսկ նրանք չունեն։ Նրանք միգուցե բազմանում են ինչ-որ կազմակերպություններ, բայց երբ որ շփվում ես, հասկանում ես, որ սառած է նրանց այդ գաղափարախոսությունը, սառած է նրանց այդ կրոնապաշտությունը։ Ոչ մի կրոններում ոչ մի տեղ չկա, որ սիրիր քո թշնամուն։ Ոչ մի տեղ չկա սենց բան, բայց Հիսուսը եկավ, ասավ, սիրեցեք ձեր թշնամիներին, ամեն։ Ինքը սիրեց իր թշնամիներին, խաչի վրա ասավ, հայրներից սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Եվ շատերին փրկության պատճառ եղավ, շատերին ներվեց, որ շատերը ճանաչեն, որ ինքն էր Մեսիան, ինքն էր փրկությունը։ Այսօր այդ Տերը ուզում է, որ մենք սիրենք միմյանց այն աստվածային սիրով։ Տեսեք այս սամարացին, հիմա որ գա, ասի, արդեն լավ է այս մարդը, որ ասի արի գնանք պաշտամունքի, եկեղեցի գնանք իրար հետ պաշտենք, իրան կլսի արդյոք, թե կլսի են Տեֆտացուն ու քահանային, երբ որ կան ասեն արի գնանք եկեղեցի, որին կլսի, որը իրան հոգատարություն արեց, որը իրան սեր ցուցաբերեց, ամեն։ Եվ ես համոզված եմ, որ այս ավազակների ձեռք ընկած մարդու տեղը եղներ մի հատ պաշտոնավոր մարդ, երբ որ պաշտոնավոր մարդ եղներ, այս քահանան երբ որ նայեց, չէր նայ ու անցներ, կնայեր ու կգար ու արդեն մի բան կաներ, որ անեմ, որ ինքն էլ հետո ինձ անի, բայց աստվածային սերը այդ չի, ամեն, անում աստվածային սերը այն չի դու ինձ, ես քեզ։ Եվ եթե մենք կարիք ունենք Աստծո սիրով լցվելու, մի շատ լավ համար կա, որ մենք հասկանանք, որ այդ Հռոմեացիս 5-րդ գլուխ 5-րդ խոսքը, սա վերջի համարը կարդամ, 5-րդ գլուխ 5-րդ համար Հռոմեացիների։ Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Սուրբ Հոգու միջոցով, կրոնները են, կազմակերպությունները չունեն այս Սուրբ Հոգին, բայց Փառք Տիրոջը մեզ Տերը տվել է Սուրբ Հոգի։ Այդ Սուրբ Հոգին մեզ լցնում է աստվածային սիրով։ Հիմա ոնց մենք չհաղորդակցվենք այդ մեծ սիրո հետ, որ լցվենք մենք այդ սիրով։ Երբ որ մենք հաղորդակցվենք այդ Սուրբ Հոգու հետ, Տերը մեզ կլցնի ու մենք կարող ենք սիրել միմյանց։ Այն սիրով, ինչ որ Տերը մեզ սիրեց, ամեն։ Այս սերը աստվածային, այս Տերը ուզում մեզ։ Աստված այնպես սիրեց Հիսուսին, եւ Հիսուսն ասում է, ինչպես Աստված ինձ սիրեց իմ հայրը, ես ձեզ եմ սիրում այդ սիրով։ Եվ ինչպես Հիսուսն ասում է, հայր սիրեցի իրանց, այնպես էլ ինձ սիրեցիր։ Եվ հիմա Աստված ասում է, սիրեք միմյանց, ամեն։ Այս սերը աստվածային, սիրելիս։ Մենք կարիք ունենք սիրո լցվելու։ Ամեն մեկս կարիք ունենք աստվածային սիրո լցվելու, սիրելիս։ Եթե դու զգում ես, որ ինչ-որ մեկի դեմ ատելություն ունես, ինչ-որ մեկին ատում ես, ինչ-որ մեկին չես ներում, գիտակցության արի, որ Աստված քեզ ներեց, այդ սիրո մեջ նաև ներում շնորհես քեզ։ Նմանապես դու սկսի ներել, խնդրի, որ Սուրբ Հոգին քեզ ազատի, քեզ ուժ տա, կարողություն տա, որ լցվես աստվածային սիրով։ Քո սրտի մեջ թող Աստված լցնի Սուրբ Հոգու ձեռով այդ սերը աստվածային, ամեն, որ մենք կարողանանք սիրել միմյանց։ Ու երբ որ մենք սիրենք միմյանց, ու տենան աշխարհիկ մարդիկ, որ մենք ինչքան ենք իրար սիրում, իրանց կյանքն էլ հետաքրքիր կլինի, իրանց կյանքում, ես ինչ է կատարում ես, ես ինչքան են իրար սիրում։ Չի եղել ձեր կյանքում, որ ասեն, այս ինչ ձևի սեր կա, սիրում եք իրար, աշխարհը կզարմանա, աշխարհին կհետաքրքրի ու կգան արդեն Հիսուսին։ Ամեն։ Այդ սիրով մենք կհաղթենք այն աշխարհին
ու կարողանանք բերել Հիսուս Քրիստոսին, որ տեսնեն այդ մեծ սերը, որ իրանն է, ամբողջ փառք իրանն է, որովհետև դա իր սերն է, եւ ինքը հենց սիրո աղբյուր է, եւ ինքը հենց սեր է։ Եվ այդ սերը թող առատապես ելներս հոսի Սուրբ Հոգու ձեռով յուրաքանչյուրիս, որովհետև մենք ամեն մեկս օր-օրի կարիք ենք ունենում լցվելու աստվածային սիրով։ Տերը օրհնի ձեզ։